Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։ Պարոն Մեհրաբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Օրերս Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միգրանյանը հարցազրույց է տվել եւ խոսելով Գյումրու ընտրությունների եւ Մարտուն Գրիգորյանի մասին, ասել է, որ շատ տպավորված է Մարտուն Գրիգորյանի որոշումից, համարում է, որ նա շրջադարձային ու պատմական քայլ կատարեց, համարելով սա իշխանության վերջի սկիզբը։ Ես կխնդրեմ մեկնաբանեք սա։ Դե սա ասում է մի մարդ, որը ժամանակին ասում էր մինչև 39 թիվը Հիտլերը լավն էր։ Ես չգիտեմ, ստեղ ինչ է մեկնաբանը։ Մեկ երկրորդն էլ այդ Պուտինի այսպես քաղաքագիտական եւ ինտելեկտուալ այդ սպասավորների ասած չասածը կարծում եմ վաղուց եկել է ժամանակը, որ պետք է մենք ընդհանրապես չտպավորվենք եւ դրան նշանակություն չտանք եւ ասենք ի վերջո լավ ինչ տարբերություն ինչ է ասում այդ ողորմելին մի երկրից, որի վրա սանկցիաների այնպիսի բեռ է դրված, ինչպիսին չի եղել պատմության մեջ որևէ մեկի նկատմամբ, հա։ Եվ մի երկիր, որի հենց այս պահվածքի համար ատամներն ու ողնաշարը ջարդում են Ուկրաինայի դաշտերում եւ տափաստաններում եւ սպասում ենք մինչև վերջ ջարդվելու։ Նման մարդկանց ուղղակի խղճալ եւ ցավակցել է պետք, մանավանդ նման մանկուրտներին անհայրենիք, անաղոհած, առանց հիշողության ռուսերեն մի հատ լավ արտահայտություն կա նմանների համար, կոչվում է Իվան Նիպոմնեշի ռածտվա, հա? Այդ Իվան դուրակները ընդհանրապես պետք է որևէ ձևով մեր ուշադրությանն էլ նույնիսկ չարժանանան։ Միակ բանը, որին նրանք արժանի են, դա արհամարանք, նույնիսկ ոչ ատելություն։ Բայց անդրադառնանք նրա նման եւս մեկին, խոսքը գնում է Կոնստանտին Զատուլինի մասին, նա շնորհավորելով հայ ժողովրդի բարեկամ, հա։ ՌՏ հեռուստաալիքի եւ Russia Today տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ իր Telegram-յան ալիքում գրել է, որ մենք այնքան ընդհանուր բան ունենք, երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է եւ հաջորդ ուշագրավ հայտարարությունը իդեպ երբևէ չեմ հետաքրքրվել արդյոք ձեզ էլ են ինչպես արգելել մուտք գործել Ադրբեջան։ Այդպես տարօրինակ ինչ որ մաղթանք է գրել Մարգարիտա Սիմոնյանին, ես կխնդրեմ նաեւ այս հայտարարությունը մեկնաբանեք, ինչ է ուզում ասել Զատուլինը։ Այսպես ասենք, չակերտավոր հայերի եւ չակերտավոր հայ ժողովրդի բարեկամների ինչ որ մտավ արժանքներ են, երևի թե ոչ այնքան սթափ, ոչ մի բանի մասին, մեզանից հեռու, եւ դա լավ է, որ մեզանից հեռու, առանց մուտքի իրավունքի, եւ դա շատ ճիշտ որոշում է, ու ես կարծում եմ, որ դեռ էլի մարդիկ կան, ովքեր դեռ այստեղ ապականում են իրենց ներկայությամբ, նրանց նկատմամբ եւս պետք է նման միջոց կիրառվի, դա էլ քննարկման առարկա է, հա, մեկն էլ էլի տենց մի ֆիլոսոկրատ էլ եկել էր ստեղ բացատրում էր, թե ում հետ ինչ պետք է անի, էլի, մի ողորմելի էլ դա է, ու դա ինչու է Հայաստան էլ մուտք գործում, այստեղ էլ իմ մոտ հարց է առաջանում, մանավանդ առերևույթ, այսպես ողջամիտ մտահոգություններ կան, որ ինքը եւ իր այդ կառույցը նաեւ առնչություն ունեն Ռուսաստանում ապրող հայերին պատերազմի հավաքագրելու գործում։ Եվ սա հանցագործություն է, մեկ եւ երկրորդը էլի գալով սրան, ես կարծում եմ, որ հարյուրավոր հայեր են այնտեղ զոհվում, այդ թվում նաև տեղեկություններ կան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւս այդտեղ որպես վարձկաններ մասնակցում են այդ հանցավոր պատերազմին եւ
առնչություն ունեն ռազմական հանցագործությունների հետ, ես կարծում եմ, որ Հայաստանում այո, այդ վարձկանության հետ կապված օրենսդրությունը մի հատ պետք է թարմացվի եւ մեր իրավապահ մարմինները շատ կոնկրետ աշխատանք ունեն անելու շատ կոնկրետ կոնտինգենտի հետ կապված։ Այդ ամենը Հայաստանում պետք է լինի ընդդատիա։ Ես վստահ չեմ, որ մեր իրավապահ համակարգը, մեր դատաիրավական համակարգը նման զարգացումների համար ինստիտուցիոնալ առումով պատրաստ են։ Էլ չեմ խոսում պետության մասին, որը, չգիտեմ, քաղաքականապես պատրաստ է դրան, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մուտանտներին, հա, որոնք ծառայում են հանցագործ ռեժիմին Ռուսաստանում եւ մի հատ էլ գալիս տեղ մեզ են խելք սովորեցնում, հա, դրանց մուտքի հարցը պետք է լուծվի։ Այո, որքան էլ դուք ասում եք չարժե դրանց անդրադառնալ, բայց վերջին շրջանում եւ նրանց ակտիվությունն է մտահոգիչ եւ նաեւ այն, որ Գյումրիում օրինակ համախմբվեցին պրոռուսական ուժեր եւ Վարդան Ղուկասյանին շուտով քաղաքապետ են ընտրելու։ Դե գիտեք ինչ, այո, շատ ճիշտ եք նկատում։ Շատ ճիշտ եք նկատում, բայց դրանք մարդիկ են, ովքեր իրենց նույնիսկ շալվարը չեն բարձրացնում առանց համապատասխան վերադասի ցուցման հրահանգի եւ այլն։ Այո, նրանք այդպես են անելու։ Տարաձայնություններ, թքած տարաձայնությունների վրա կա գերնպատակ Հայաստանում, որը քաղաքական հայրիկի գերնպատակն է։ Պետրոսական ծրագիրը։ Դուք ներողություն, դուք որպես լրագրող արդեն այդ հարցը ձևակերպված ունեք եւ ինձ տալիս եք։ Ես վստահ չեմ, որ մեր պետությունը տալիս է իրեն այդ հարցը թե ոչ։ Մեկ, երկրորդը, նման գործունեությունը Հայաստանում լեգալ է թե ոչ։ Չկա այս հարցի պատասխանը պետության կողմից, չկա։ Մինչդեռ այո, պատասխանելով ձեր հարցին, Ռուսաստանը վարել եւ վարում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, այդ թվում ռոպագանդայի միջոցով, այդ թվում իր 5-րդ շարասյան միջոցով, իր պրոքսիների միջոցով, որոնք այո նաեւ մեդիայում ունեն մասնակցություն, քաղաքականության մեջ ունեն մասնակցություն, ներքին քաղաքականության մեջ ընտրական process-ների մասնակից են, դե իսկ մեր պետությունն էլ եւ ձեր սիրելի կառավարությունն էլ, այո, այդ ամենը լեգիտիմացնում է եւ իրենց հետո կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, հետո երբ որ սրանք էլ լեգիտիմացված առերևույթ լեգիտիմ ձևով գալիս են եւ ստանում են ձայներ, հետո էլ շնորհավորում են եւ արձանագրում, որ կեցել ժողովրդավարությունը։ Ոչ, պարոնայք, չի կարելի սենց։ Ժողովրդավարությունը պետք է ունենա գործիքակազմ, որում օրենսդրականից սկսած, օպերատիվից վերջացած, իրեն պաշտպանելու ժողովրդավարության գերեզմանափորներից, ժողովրդավարության վրա պարազիտացողներից, ովքեր պարազիտանում են ժողովրդավարությունը թաղելու եւ ամեն ինչն իրենցով անելու համար։ Պետությունն էլ հետը, եթե չկա այս ամենի գիտակցումը, ես չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ։ Կառաջարկեմ այդ հարցը համապատասխան հասցեատերերին եւս հասցեագրեք, փորձեք ստանալ կոնկրետ պատասխան, եթե կստացվի։ Կուզում խոսել նաև այն մասին, որ ընտրություններից առաջ Գյումրիում, երբ որ մենք խոսում էինք այն մասին, որ առնվազն զույգ կան տեխնացուներ, որոնցից երկուսին իբրև թե քողարկված սատարում են Ռոբերտ Քոչարյանը, մյուս երկուսին Սերժ Սարգսյանը, նրանք անդադ դա հերքում էին, բայց ընտրություններից հետո այդ ամենը պարզ դարձավ, որ լավ էլ կա այդ հովանավորությունը։ Այո, դա տեղի ունենում մի քաղաքում, որտեղ այսպես արտաքուստ համակենտրոնացման ճամբար հիշեցնող 102-րդ բազան է, իր հետախուզական ապահովման որոշակի ուժերով եւ միջոցներով, այո, դա էլ ասեք,
Այո, մենք տեսանք, որ այդ ընտրարշավի ժամանակ նաև Եդինայա Ռասիա կոչվածն էր շատ ուղիղ տեքստով երևում այնտեղ պետությունն արձագանքեց դրան, ոչ։ Ինչ պետք է աներ։ Ինչ պետք է աներ։ Ռումինիայում ինչ արեցին նմաններին, օրենքով։ Մենք չունենք նման օրենք, գրեք նման օրենք։ Ֆրանսիայում ինչ արեցին։ Մենակ չասեք ժողովրդավարությունը, որովհետև կստացվի, որ Ֆրանսիան եւ Ռումինիան ժողովրդավարական չեն, ժողովրդավարական են, հա, այդ Գյումրիի ընտրությունների մասնակիցները։ Այդ ինչ մոտեցում է, էլի։ Օրենքի բացը բաց դա կա այդ խնդիրը եւ ոչ միայն ընտրական օրենսգրքի հետ կապված քաղաքական մեծամասնություն եք պարլամենտում։ Դրեք օրենքը ընդունեք, քվեարկեք ինքներդ։ Սրանց իդեալական պայմաններ եք ուզում։ Չէ՞ կարելի։ Գցել եք ոտներիդ։ Նայեք, պետությունը որդեգրել է դեպի Եվրամիություն գնալու ուղին, մինչդեռ մեր հանրապետության երկրորդ քաղաքում գտնվել են հազարավոր քաղաքացիներ, որոնք ձայն են տվել կոմունիստական կուսակցությունով առաջադրված Վարդան Ղուկասյանին, ել չասած մյուս պրոռուսական ուժերին։ Այս հարցը ինչպես է կարգավորվելու ըստ ձեզ։ Ինչպես է կարգավորվելու, Հայաստանում ինչու է գործում կոմունիստական կուսակցություն, կարող եք ինձ բացատրել։ Մյուսներն էլ ծպտված ռուսական ուժեր։ Դե նացիստական կուսակցությունն էլ թույլ տվեք թող աշխատի, թույլ կտակ, թույլ չեք տա։ Ինչ տարբերություն։ Մեկ, երկրորդը գիտեք ինչ, դե լավ ինչ կոմունիստական կուսակցություն Վարդան Ղուկասյանի տեսքով էլի, հա, ամոթելա, այս ամենը ուղղակի պարզա ինչի ականջներ այստեղ երևում եւ ինչի համար, ինչ նպատակով, հենց դրա համար էլ ասենք մի 100,000-անոց քաղաքում Հայաստանի ընտրություններն արժանում են ռուսական թոփ պրոպագանդիստների ուշադրությանը։ Բայց այդ հարցը մի հատ տվեք, ինչի համար։ Մենք խոսել ենք ձեր եթերում բազմիցս, այստեղ որ այս նեղ օրով Ռուսաստանը այդքան փող է ծախսում այն Պրիմակովի լակոտի գլխավորած Ռոսատրուդնիչեստվո կոչվող կազմակերպությունը, որ ամենտեղ sense մետաստազներ գցի Դոնբասի ֆոտո ցուցահանդես, չգիտեմ, շուտ իբր ռուսական մշակույթ, բան, ռուսաց լեզվի, չգիտեմ ինչ էր, ընդ որում փոքր շրջկենտրոններում, բաներում, այդ ամեն ինչն ինչի համար է արվում։ Եվ ինչ մենք հասկանում ենք, որ Հայաստանում այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ անցած տարիների ընթացքում այդ ամենը էֆեկտիվ չէ, բայց այդ ամենը չի կարող Հայաստանում լինել լեգալ, ամբողջ խնդիրը սա է։ Չի կարելի, հա, ոնց որ ինֆեկցիան թույլ տաս օրգանիզմի մեջ ու հաշտվես, ասես դե նորմալ է։ Չի կարելի։ Եվ նաև վերջին շրջանում սանացիայի անհրաժեշտություն կա։ Վերջին շրջանում նաև ակտիվացել են տարբեր խմբեր, ինչ որ բողոքների ակցիաներ եւ տարօրինակ զուգադիպության դրանք համընկել են Գյումրու ընտրությունների հետ, հենց նույն Լեռնային Ղարաբաղի բնակիչները պահանջներ ունեն, ինչով է սա պայմանավորված։ Դե պայմանավորված է նրան, որ էլի խոսել ենք այդ մասին ձեր եթերներում բազմաթիվ անգամներ Հայաստանում չկա ռազմավարական հաղորդակցության համակարգ։ Չկան պատասխանատուներ, որ այս հարցը կոմունիկացնեն։ Երբ արդեն բանը բանից անցած, 3 նոր, ասենք, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ելույթ է ունենում եւ կես ժամ մատների վրա բացատրում, թե ինչը որտեղ է սկսում, որտեղ է վերջանում, հա։ Ես ուզում եմ հարց տալ, բայց ինչ եք անում։ Մինչև հիմա ինչու չեք խոսում այդ մասին։ Ինչով է զբաղված, ասենք, մամլոյ ծառայությունը կառավարությունում, հա։ Ինչու այդ հանրային հաղորդակցության, ռազմավարական հաղորդակցության այդ
մեթոդաբանությունը չի կիրառվում մեր կառավարությունում։ Խոսակցություն եղավ, որ այդ ուղղությամբ, ահա, խորհրդականներ եկել են, մենք եվրոպական փորձն ենք, ուր է։ Չէ, պարզ հարց տեղ չի հասնում, հետո տեղի ունենում լրատվական բաց եւ այդ բացի մեջ սկսում են պարազիտանալ տարբեր հիբրիդային ներգործություններով տարբեր կասկածելի տարրեր, արդյունքում մենք ստանում ենք բողոքի ցույց, ով է սրա պատասխանը տալու։ Չեմ հասկանում։ Սա աշխատելու ձև է։ Եվ նաև հնարավոր համարում եք, որ Գյումրու սցենարը 2026-ին կիրառվի նաև խորհրդանական ընտրություններում։ Այսպես ասենք, եթե գործերը վարելը իներցիայով շարունակվի այնպես ինչպես շարունակվում էր, մինչև հիմա, հա, ապա արդյունքն էլ օրինաչափորեն կլինի իհարկե որոշակի շեղումներով հաշվի առնելով, որ դա այնուամենայնիվ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է, իսկ 26-ին լինելու է համապետական, բայց այդ միտումները բնականաբար, որ Հայաստանի պետականության թշնամիներ այն ողջ գործիքակազմը, որը կիրառեցին կոնկրետ Գյումրիում, այո, փորձելու են նույն ձևով անպատիժ, անխոչնդոտ, աներես ձևով օգտագործել նաև համապետական մասշտաբով, դեռ ավելի այլասերված ձևերով։ Բնականաբար, ինչի, որովհետև գերնպատակ է դրված։ Մի կողմ դնելով իրենց բոլոր տարաձայնությունները, մոռացեք դրա մասին։ Եվ դրա վրա հանկարծ հույս չդնեք։ Այո, նրանք տարբեր մկան ծակերից դուրս են գալու եւ միավորելու են իրենց ջանքերը։ Այո, որովհետեւ 26 թվականին եթե նրանք հեղափոխությունից հետո ռեստավրացիա չիրականացրեցին իրենց կարգերի եւ իրենց իշխանության, նրանք կարելի ասել շանսը կորցնում են պատմականորեն։ Հաշվի առնելով նաև այն, թե ինչ ողբալի եւ ողորմելի վիճակում է իրենց հայրիկը, հա? Հետևաբար այս դեպքերի զարգացման ողջ ընթացքի ուղիղ պատասխանատու քաղաքական, բարոյական բոլոր առումներով, այո, ձեր սիրելի կառավարությունն է, որը մենակ բողոքումը թե սանտեխնիկները փինաչի են, դե մեր մինիստրներն են փինաչի, ինչ եք ուզում։ Ես չանեմ դրա հետ։ Եվ այս ամենը իմի բերելով առաջիկայում ինչ ներքաղաքական զարգացումների ականատես կլինենք։ Պարոն Ռոբերտ Քոչարյանը այդ տակտիկան ուղիղ տեքստով ասել է, քոքը մաշացնելուն։ Այո, ամեն ինչ անելու են քոքը մաշի։ Եվ սրա դեմը ինչպես պետք է առնել։ Պահպանել քոքերը եւ քոքեր մաշացնողների վիզնել օրորել օրենքի տառին համապատասխան։ Չկա օրենք, մեծամասնություն եք գրեք օրենք, ուղարկեք շտաբ կարգով Վենետիկի հանձնաժողով, ստացեք դրական եզրակացություն եւ օրորեք։ Բազմիցս ասել եմ, չակուժնել է ձեր ձեռը, մեխնել, նալնել, էշնել։ Ողբատե մանդատը ժողովուրդը տվել է։ Նստեք վրան եւ քշեք։ Ժողովուրդն էլ մանդատը տվել է։ Ու հետո մեղավոր չի ժողովուրդը, որ հետո ձեզ մանդատը տալուց հետո ձեզանից էլ ձեռը քաշել շատերը։ Լավ է։ Արդեն լուրջ էլ չի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։